ծանր հարցերի փուլն ավարտված է, անցնում ենք մեկ այլ խորագրի, ասեկոս է թե ճշմարտություն։ Միայն թե անկեղծ կլինես մեզ հետ։ Կարծում եմ Շուշանը մեր հետ միշտ է անկեղծ Ոչ միայն ձեզ հետ։ Այո, կանոնը շատ պարզ է։ Մենք հնչեցնում ենք ասեկոսները, որոնք շատ տարածված են, ընդամենը 5-ն ենք առանձնացրել։ Դուք կարճ կոնկրետ կպատասխանեք։ Քչություն է անում, երեխեք։ Գնացինք։ Մենք ուղղակի ավելի քչացրել ենք։ Առաջի ասեկոս է։ Շուշան, ճիշտ է, որ դուք ժամանակին հրաժարվել եք շատ շահավետ արտասահմանյան պայմանագրից միայն այն պատճառով, որ ձեզնից պահանջել են փոխել ձեր երկացանկի ոճը։ Այ, շոկան։ Երկացանկի ոճը չէ, շոկան։ Պիտի աշխատեի հրեական շոկայի համար։ Ճիշտ է, որ դուք բարդ հարաբերություններ ունեք ներկայիս ծերնդի հետ եւ նույնիսկ ոմանց արգելել եք, որ ձեր երկացանկից երգեր կատարեն։ Որևէ մեկի հետ բարդ հարաբերություն չունեմ, առավելն ասեմ, չեմ ճանաչում մեծ մասին։ Այսինքն ման սուտ է։ Իհարկե սուտ է։ Շուշան, դա ճիշտ է, որ դուք պատրաստվում եք լքել Հայաստանը վերջնականապես եւ նաեւ Հայաստանում ունեք 6 կամ 7 բնակարան, 6 չէ, այդ տղա 25 բնակարան եւ այլն։ Բնակարանները խախինքի, իսկ այդ միտքը տարածողը, որ ես պիտի Հայաստանը լքեմ, լուրջ է այդ հարցը տվել, ասենք իմ կյանքը ծաղիտ առաջ է հարցնց։ Սկուտերի վրա դրած է։ Նման եմ գնացողի, կամ ում պիտի ուրախացնեմ մեկնելովս մի հատ մտածեք էլ, ես նենց բան թույլ կտամ, բա։ Երկրիցս ով է թանկ ավելի։ Ասեկոսներ են պատտվում, որ դուք նախկինում ձեր շատ մտերիմ ընկերներից ոմանց հետ հարաբերությունները դադարեցրել եք հենց քաղաքականության պատճառով։ Քաղաքականության պատճառով ես չեմ դադարեցրել։ Դիտաղելի պատմություններ են եղել, երբ որ ասենք Աբովյանով իջնում եմ, ու դիմացից դուրս է գալիս մարդ, որը որ երբ որ պատգամավոր էի, ստվերի պես ինձ հետապնդում էր եւ հանկարծ չի ճանաչում ինձ։ Այդպես է եղել։ Ընկերներ դադարեցնել Ունեմ ընկերներ, որոնք որ համացանցում դմբո տեքստեր էին գրում, իրենց հանում էին ընկերությունից, որպեսզի չտեսնեմ այդ գրառումները։ Որովհետև եթե ընկեր ենք, իսկ ես ոլորտում եմ, հենց մեջն եմ, կարելի է հարցնել։ Հարցնելը եւ ավելին գիտենալը երբեք մեղք չի։ Երբ որ չգիտեք, կարծիք մի կազմեք, միշտ է պետք կարծիք կազմել, հատկապես երբ որ այդ կարծիքը ձևավորվում է դեղին մամուլի հանրության մեջ անդադ տարածվող, այսպես մեխանիզմ է դա աշխատող։ Բայց դու քեզ մտավորական ես համարում, ցես իրավունք ես վերապահում, կարծիք հայտնել չիմանալու բոլորովին թեմայից, գաղափար չունենալու։ Այդպես ընկերներ կան, ոմանք բնականաբար երբ որ ասացի այս այդ պատճառը հասկացան, որովհետև մարդը սխալական է, ասում։ Հիմա շատ-շատերը դրանցից իմ հետ նույն գաղափարակիրներն են, բայց մարդիկ կան, որ այդպես էլ մնացին։ Շուշան, ճիշտ է արդյոք, որ դուք գաղտնի կամ թաքուն պատրաստում եք նոր ալբոմ կամ նախագիծ ստեղծելու, որը լինելու է ձեր մեծ վերադարձը։ Հեռացում չէր եղել ճիշտն ասած, որովհետև գաղտնի չի դա նույնիսկ մի քանի եթերների ժամանակ ասել եմ, թե ինչ երազանքներ ունեմ։ Խնդիրը միայն այն հերոսն է, որը որ քաջություն կունենա եւ սպոնսոր կկանգնի այդ ծրագրին, որովհետև մարդիկ շատերը նույնիսկ ցանկություն ունեն, բայց վախենում են այսօր։ Ես նախկին եմ, էլի։ Եթե Սուսիկը դեմ չէ, ես որպեսզի վերջնականապես հաղթեմ այսօրվա հարցազրույցում, ես հավելել 3 հարց եմ ուզում ձեզ տալ։ Ահա։ Եթե վերջի պահը լիներ ձեր կյանքի եւ ընտրեիք ձեր երկացանկից մեկ երգ, որպես սաունդտրեք, որը կլիներ դա։ Այս պահին Արցախը, Արտուր Գրիգորիչի։ Շուշան, երբևիցե եղել է, որ զոհաբերել եք ձեր սիրային պատմությունը, հարաբերությունները, ձեր սերը, հա, հանուն քաղաքականության։ Չէ, փառք Աստծո, տենց սխալ ընտրություն չի եղել։ Չի եղել տենց սխալ ընտրություն։ Դու բոլոր իմ ընտրությունները գիտես, ինչ ես արկաբարձել տալի։ Շուշան Պետրոսյանը ներել գիտի, միայն անկեղծ։ Իհարկե գիտի։ Ինչպես ես ներում, այ որն է Շուշանի ներելու տարբերակը։ Ներելու, ես կարող եմ ներել եւ չմոռանալ ուղղակի, դրանք տարբեր բաներ են։ Բայց խայթել, պատժել։ Ինչ խայթել։ Կարեն, ես կամ են ինչ որ կամ խայթել չէ, դու ախմախությունն կասեմ ախմախությունն է։ Այ օրինակ տուն հրավիրես ու սուրճի մեջ մի քիչ բան լցնես։ Այդքան դու տես բաների ընդունակ ես։ Ով գիտի։ Ամեն դեպքում չար կողմն է։ Չէ, ես չեմ կարող տենց բան անել, հատկապես եթե իմ տունը եկել, ես աղոհացով տուն ունեմ։ Շուշան, իմ վերջի հարցը։ Ապա Դու բարի ես թե չար քո համար։ Որ կերպարն է ավելի քեզ հոգեարազատ։ Ես կարծում եմ, որ ես մեկ-մեկ չափից շատ բարի եմ։ Չափից շատ բարի եմ եւ մարդիկ կան, որոնք որ
օգտվում են դրանից։ Կուզեի մի քիչ այլ կերպ լինել, բայց չեմ կարող, դա իմ էությունն է։ Իսկ ես գրավում են չար մարդիկ։ Երբեք, ոնց կարող է չար մարդը գրավի։ Ոնց կարող է չար մարդը գրավի։ Ոնց կարող է Չէ, ինչու է վատ տղամարդ ասվածը, bad boy։ Bad boy-ը չար չի, ջանիկ։ Bad boy-ը դա իմ դասարանցի ընկերներն էին, որոնք որ չարաճճեին դասերի ժամանակ, բայց շատ լավ էին սովորում։ Այդ է իմ սիրած տեսակը, թե չէ, այն չշնչող։ Ճիշտ եմ հասկանում, որ քո մեջ էլ կա այդ bad Իհարկե boy-ը։ կա։ Բայց boy չէ, գրավ։ Դե հա։ Կարենը պարզապես ուզում է երկար հարցեր տալ, որպեսզի հաղթի, բայց ես կարծում եմ, որ չի ստացվելու, որովհետև Ժամանակն է, որպեսզի Շուշան Այո։ իսկապես որոշես, որ հարցերը շարժեցին քո սրտի ամենաթաքնված լարերը։ Քանի որ Աստծո ստեղծագործությունը կատարյալ է, ուր իրենց ուրույն դերը ունեն ամառը ու ձմեռը, բարին ու չարը, սևն ու սպիտակ, լույսն ու ստվերը, կար այնքան բարի էին հարցերդ, քան մարդկային էին, չստացվեց։ ստացվեց։ Այնպես որ կեցեք երկուսը։ Շնորհակալ եմ։ Ինչքան էլ Օբյեկտիվ չեմ այսօր։ Խիստ դեմքեր էր սարքում հարցերը տալուց, շփիտով եմ Ոչ, ես չար եմ։ Չէ, դու չար չես, որովհետև Շուշանին հաջողեց քեզ մի քանի անգամ նույնիսկ հուզել։ Իսկ դա Գուցե Շուշանն շատ կամերաները բարի ուղակի, այդպես էլ կա։ Իսկ միգուցե ես կեղծում էի։ չենք Չէ, հավատում։ ամեն Դու դեպքում չես կարող շնորհակալ եմ խախտել։ ձեզ։ Լավ նախագիծ է ձեզ կանաչ ճանապարհ եւ սուր հարցեր ստեղծելիս կարող եք դիմել, Շնորհակալություն Միանշանակ։ անչափ ձեզ։ որովհետեւ շատ բարի եք։ Շնորհակալ ենք, շնորհակալություն մեզ վստահելու եւ այստեղ գտնվելու համար։ Իսկ ես վերջում անպայման ուզում եմ նշեմ, որ ներդաշնակ լինելու համար իսկապես պետք է լինել եւ բարի եւ երբեմն էլ չար։ Եվ մեր հաղորդման վերջում էլ շնորհակալություն ենք հայտնում Cheers-ին այս հարմարավետ սիրուն հաթոռների համար։ Հարմար է, Իսկապես չէ՞։ ես էլ եմ ուզում աթոռ ձեռք բերել, այնպես որ կարծում եմ կարող եմ իրենց դիմել։ Քո աթոռը Ես կարող ես ձեզ քեզ հետ տանել։ կօգնեմ։ Չէ, իմ աթոռը իմ հետ չեմ տանի, բայց իմ տան համար նոր աթոռներ եմ ուզում ձեռք բերել։ Ես ձեզ Կարծեմ թե կօգնեմ։ հարմար է։ Cheers-ում շատ Հրաշալի գեղեցիկ է։ աթոռներ կան, ես անպայման կուղարկեմ ձեզ։ Վերջացրեցինք։ Գրկով են, գրկով են։ Դե ինչ, մեզ դիտողներին եւ հետևորդներին անպայման ուզում ենք խնդրել, որ ակտիվ լինել։ Նշել, որ հարցերը ձեզ դուր եկավ, թողնել մեկնաբանություններ տեսանյութի տակ եւ մյուս մեր ապագա թողարկումներում մենք կփորձենք ել ավելի լինել չար կամ բարի։ Չմոռանաք բաժանորդագրվել Ելակետ տեղեկատվական կենտրոնի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի առաջինը դիտեք մեր առաջիկա թողարկումները։ Սա երկու դեմք նախագիծներ։ Կհանդիպենք շուտով։